Այս շաբաթը հարուստ էր իրավական ոլորտին առնչվող իրադարձություններով։ Գլխավորը խորհրդարանը ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությունը։ Նշանակվեց նոր գլխավոր դատախազ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել միասնական քննչական մարմնի կազմավորման գործընթաց սկսելու մասին։ Այս ամենի մասին ենք զրուցելու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի եւ Անմեղության հայկական ծրագիր կազմակերպության ղեկավար Զարուհի Մեժլումյանի հետ։ Պարոն Մարուքյան, համաներում է կիրառվելու նաեւ ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ, ինչը երբևէ չի եղել, այսինքն սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել, նրանց պատժի չկրած մասը կրճատել 6 ամսով։ Փաստաբաններից մեկը պնդել էր, սա ակնհայտ է, որ այս բովանդակությամբ համաներումը կիրառվում է կոնկրետ անձանց ազատ արձակելու համար։ Կա նման միտում։ Ես նման միտում չեմ տեսնում։ Խնդիրը հետևյալում է, եթե հիշենք նախկին համաներումները, որ իրականացվել են, միշտ եղել է փաստարկ, որ ինչու մենք չենք ներառում համաներման մեջ նաև ծանր հանցագործություն կատարողներին, ոչ թե ազատելու, ազատ արձակելու առումով, այլ գոնե ինչ-որ պատժից ինչ-որ չափ կրճատելու մասով, որ նրանք նույնպես իմանան, որ նրանք էլ ներման իրավունք ունեն եւ մարդասիրությունը նաև նրանց վրա է տարածվում։ Այս անգամ քաղաքականությունը հետևյալն է, որ նաև տարածվի նմանատիպ հանցագործություններ կատարողների վրա, սակայն դուք գիտեք, որ 6 ամսով է նվազեցվելու պատժաժամկետից, օրինակ եթե 13 տարվա ազատազրկման է մարդը դատապարտված 6 ամսով նվազեցվում է, այստեղ ըստ էության զուտ սիմվոլիկ մարդասիրության նշան է այդ մարդկանց նկատմամբ, որ իմանան, որ պետությունը ունի նման մոտեցում։ Մինչ հաջորդ հարցին անցնելը, եկեք ունկնդրենք, թե ինչպես են մեր համակարգացիները վերաբերվում այն իրողությանը, որ այս 4 տարվա ընթացքում փաստորեն արդեն 3-րդ համաներումն է իրականացվում։ Թե ամեն օր չլինի, ասենք տարվա մեջ մի անգամ ինձ թվում է նորմալ է համաներման համար ու շատ չէ վերաբերվում, շատ չեմ համարում։ Բարից բուն իմաստով կաշառակեր դատարան ունենք, դրա համար դատապարտվածների քանակությունը մեր ազգի թվականակի համեմատ տոկոսը շատ բարձր է։ Յանի տեսեք մարդասիրություն ենք անում, բայց դա նպատակը նա է, որ բերդերում, կալանավայրերում ասենք հերթով են քնում մարդիկ։ Այդ համաներումը որ եղել է, այդ խեղճ Տիգրան Առաքելյանին ինչու չեն ազատում։ Իբր քաղաքական բանտարկյալ չունեն։ Մեղքը չի այդ տղան, քանի տարի տարապում է, բանտում ինչ արել ընդամենը։ Ժողովրդին է պաշտպանը դրան։ Իբր թե օրգանի աշխատողի հրելա ինչ անենք, իրանք քիչ են հրում։ Իմ աչքիս առաջ մի անգամ օրգանի աշխատողները 3 հոգի քացու տակ գցեցին մի հատ կնոջ։ Իմ աչքիս առաջ ես եմ տեսել։ Մի հատ հավ են բռնում, այդ հավին ազատ բան են անում, դատում են, իսկ այն մարդասպանին չեն դատում։ Այդ ոնց է բարիք ջան։ Այնտեղ լրիվ ուրիշ մոտեցում է պետք ոչ թե կալանավորել, նույնիսկ իրոք մեղավորներին, այլ օգնել, որ իրանք շտկվեն եւ այլն եւ այլն։ Այդ առումով մնացած բաները թե ու մի քանի անգամ են ներում եւ այլն արդեն մեկ ուրիշը, որ ազատության մեջ է, ոչինչով ավելի լավը չի մյուսից, ով որ այդ ճաղերից են կողմում։ Դե համաներումը ընդհանրապես ինքը դրական երևույթ է, միայն թե նրանք թե ում են համաներում։ Են պրոֆեսիոնալ հանցագործներին ոչ մի ներում հետ պետք չի, մեկը դուրս եկան նորից հանցագործություն են անելու։ Իսկ իր կամքից ակամա հանցագործ դարձածներին պետք է ներել։ Դուք լսեցիք, այս փաստարկը հնչեց մեր քաղաքացիների կողմից, որ համաներումը նաև նպատակ ունի բանտերի, այսպես ասած, գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու։ Որքանով եք սա զորեղ գործան համարում, կալանքը ավելի հազվադեպ կիրառելու, ներման ընթացակարգ ավելի հաճախ կիրառելու փոխարեն, ահա այսպիսի համաներումներ իրականացնելով։ Տեսեք, այդուհանդերձ 4 անգամ, 3 անգամ կիրառվել է վերջին 4 տարիների ընթացքում համաներումը, բայց եւ այնպես մենք ունենք դարձյալ գերբեռնված բանտեր։ Օրինակ Նուբարաշեն քրեակատարողականը, որը նախատեսված է 800 տեղի համար, այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, 1200-ից ավել են այնտեղ դատապարտյալներն ու կալանավորները միասին, գիտենք, որ փակ ռեժիմային գոտի է եւ հիմնականում նախնական կալանքի տակ գտնված մարդիկ այնտեղ են լինում, երկամսյա կալանքներ, այնուհետև դրանք երկարաձգվում են։
Այսինքն համաներումը ինքը մեկ անգամյա ակտ է, մարդասիրական եւ ունի նաեւ անշուշտ քաղաքական կոմպոնենտը չպետք է բացառել եւ երկրորդ կոմպոնենտը, որը բանտերի գերբեռնվածությանն է վերաբերվում։ Բայց տեսեք, ելի եմ շեշտում, այդ խնդիրը կարծես թե չի լուծվում, թեպետ նշեմ, որ դատապարտյալների եւ կալանավորների քանակով մենք բավականին բարվոք վիճակում ենք համեմատած հարևան Վրաստանի հետ, որտեղ անհամեմատ ավելի շատ են։ Իսկ ինչ վերաբերում է կալանքին, այո, կալանք գրեթե 95%-ով կիրառվում է մեզ մոտ որպես խափանման միջոց եւ յուրօրինակ համար։ Այո, եւ յուրօրինակ ինքը դարձել է պատժատեսակ։ Այնտեղ ես լուսաբանում եմ գործը տղաների 3 երիտասարդներ, ովքեր արդեն 5-րդ ամիսն է գտնվում են Նոբարաշեն քրեակատարողական հիմնարկում, տղան արդեն 2-րդ անգամ է դիմում է հացադուլի, այս անգամ նաեւ ջրադուլով եւ պարոն Էդմոն Մարուքյանն էլ 3 ներկայացնում էր նաեւ ազգային ժողովում այս խնդիրը, Արծվիկ Մինասյանը բարձրաձայնեց, այսօր էլ պիկետ էր կազմակերպված դատախազության դիմաց։ Այո, կալանքը դարձել է երկրորդ, կարծես թե պատժատեսակ։ Եվ այս թեմայի վերջին հարցը, այս դիտարկումը էլի հնչեց մեր համակարգացիների կողմից, որ ըստ էության համաներման հետևանքով ազատ արձակվածները շատ արագ մի մասը նորից վերադառնում է քրեակատարողական հիմնարկներ։ Մեր երկրում ունեցած համաներումների ես կոնկրետ վերջին համաներմանը հումք կատարեմ, վիճակագրությունը հետևյալն է, որ չի եղել այդքան մեծ վերադարձելիությունը շատ ցածր է եղել եւ ըստ էության համաներումը իր նպատակին ծառայել է։ Այսինքն սա այն ցուցանիշն է, որը որ կարող ենք ասել, այո, 4.5%-ը շատ ցածր ցուցանիշ է վերադարձելիության առումով, որ ասենք, որ համաներումը իրապես իր նպատակին ծառայել է։ Այդ մարդիկ, ովքեր ազատ են արձակվել կամ պատիժները նվազեցվել են, հա նրանք իրապես հասկացել են, որ այլևս հետ գնալու ճանապարհ չունեն, չեն գնալու հետ։ Մենք հակադարձ ժամանակագրական հաջորդականությամբ ենք անդրադառնում իրադարձություններին։ Հիմա խոսենք գլխավոր դատախազի նշանակման մասին եւ լսենք, թե փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը այս նշանակման կապակցությամբ ինչ նկատառումներ էր հայտնել մեր ռադիոկայանին։ Վերջին հաշվով, եթե այսօր էլ բանակում ուրեմն մահացած զինվորների հարազատները ամեն 5 շաբթի օրը կառավարության շենքին դեմ ցույցեր են անում, նշանակում է Կոստանյանը այնուամենայնիվ զինդատախազ աշխատած ժամանակահատվածում որևէ կոնկրետ խնդիր չի լուծել, որպեսզի փարատի այդ մարդկանց ուրեմն ցավը։ Ձեզ համար հարցականների տեղիք չտվեց այն իրողությունը, որ այդ չնայած բանակում այսպիսի դեպքերի առկայությանը, այն, որ պարոն Կոստանյանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչն է մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ պաշտպանում էր ինչպես ԱՄԵԿ+-ի եթերազրկումը, ինչպես նաեւ այլ շատ գործերով, խորհրդարանը այսպիսի ջախջախի չքվեներով նրան վստահության քվե տվեց, կարելի է ասել։ Ճիշտն ասած, ես չէի ցանկանա այսօր ծանրանալ անձի, հա, գործոնի վրա, բնականաբար անձը իրենց դաշտից է, բնականաբար զինդատախազ է աշխատել 2.5 տարի եւ այդ ամբողջ ժամանակահատվածում ես հիշում եմ Սևազգեստ մայրերի այցերը զինդատախազին, դժգոհությունները, բողոքները, ամեն 5 շաբթի օրը կառավարության դիմաց պիկետները, այդուհանդերձ մարդը ներկայացնում է իրենց համակարգը, այսօրվա իշխանության համակարգը եւ խնդիրները պետք է դիտել անձից դուրս իմ կարծիքով։ Ես կոնկրետ դնում եմ արմատական փոփոխությունների խնդիր։ Մինչև չլինեն արմատական փոփոխություններ, որևէ անձ չի գալու եւ այսպես, հա, ինչպես պատգամավորներից մեկը ասաց, Աղվաններ Վարդանյան, եթե չեմ սխալվում, մեկ ծաղկով գարունը չի գա։ Դա թերևս միայն գրքերում է եւ գեղարվեստական ստեղծագործություններում։ Ես ինքս տեսնում եմ լուրջ համակարգային խնդիրներ դատաիրավական ոլորտում, սկսած արդարադատության իրականացումից, նույն կալանքը, նույն մարդիկ, ովքեր ոչ համարժեք պատիժներ են կրում, չափազանցված պատիժներ, եթե չխոսեմ նաև անմեղ մարդկանց մասին, ովքեր այսօր դատապարտված են եւ փոխարենը մենք դրսում ունենք մարդիկ, ովքեր ակնհայտ հանցանք են գործել, բայց եւ այնպես անպատժելիության մթնոլորտի հետևանքով չեն կրել պատիժ։ Նույն հարցը գուցե այստեղ մեջ բերեմ ձեր նախկին գործընկերոջ, հա, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի տեսակետը, որը հանդես է գալիս մի շարք աղմուկ հանած զինվորական սպանությունների գործերով, այն նա ասել էր, որ Կոստանյանը պաշտոն է զբաղեցնելուց առ այսօր ինձ հայտնի չի նա իր պնդումն է, որ զինվորը որևէ գործ, որով կատարված լինի օբյեկտիվ քննություն, չկա այդպիսի գործ, առանց բացառության բոլոր սպանության գործերը կոծկված են եւ դրանց հիմնական մասը ներկայացվել է որպես ինքնասպանություն։ Գույները մկցրել է ձեր կարծիքով։ Գիտեք, ես ինքս որպես նախկին փաստաբան
ունեցել եմ մի քանի զինվորական գործեր, որոնցով որ զբաղվել եմ, եւ ինքս ունեցել եմ իմ դժգոհությունները եւ նաեւ իմ հայտարարություններն եմ արել այն ժամանակ որպես փաստաբան եւ նաեւ դրանից հետո որպես падգամավոր անգամ խորհրդարանի ամբիոնից եմ հնչեցրել։ Ես այն ժամանակ չգիտեի անգամ որ զին դատախազը հնարավոր է դառնա գլխավոր դատախազի տեխնացու։ Խնդիրը ես նայում եմ հետեւյալ տեսանկյունից։ Փաստարկները, որոնք որ բերվում էին Գևորգ Կոստանյանի տեխնացության դեմ, ըստ էության ցույց տվեցին, որ խորհրդարանում որևէ կերպ համոզիչ չեղան ու որևէ խմբակցության, որևէ падգամավորի կողմից նաև այդ փաստարկների առումով չեղավ ակնհայտ։ Ես ընդհանրում որ դուք կողմ եք քվեարկել, թե մեր ընդդիմությամբ պես եք դուք։ Ես եթե ասում եմ ես դեմ եմ քվեարկում։ Խնդիրը հետեւյալում էր, որ Կոստանյանը բոլոր ֆրակցիաների հետ հանդիպումներ էր ունենում, այդ թվում նաև ինձ հետ հանդիպել որպես անկախ падգամավոր, եւ բոլորը դրական արձագանքներ էին տալիս հանդիպումներից հետո։ Բացառությամբ ժառանգության։ Եվ հետագայում տեսեք ինչ եղավ, խորհրդարանում քննարկումների ժամանակ կար նեգատիվ այդ մասը եւ օրինակ իմ ակնկալիքը հետեւյալն էր։ Ես իմ հանդիպման ժամանակ ես իմ բոլոր մտահոգությունները քրեական գործերից սկսած մինչեւ համակարգային խնդիրներ ես իրեն անձամբ ներկայացրել եմ եւ ձևավորել եմ, ձևակերպել եմ սպասելիքներ։ Ես հույս ունեի եւ կարծում էի, որ հիմա խորհրդարանական ուժերը ամբիոնից կձևավորեն հասարակական քաղաքական սպասելիք տեխնացուից, որ հետագայում պահանջեն։ Բայց ստեղծվեց մի իրավիճակ, որ սկսվեց ատելություն սերմանվել, հա, եւ նաեւ մամուլները այստեղ մեծ դեր խաղում, եւ հիմա այդ սերմանված այդ ատելության, այդ նեգատիվ ֆոնի վրա հետո չգիտեմ ինչ են պահանջելու։ Ես ինքս գիտեմ ես ինչ եմ պահանջելու։ Իսկ հիմա լսենք դուք խոսեցիք ձեր ակնկալիքների եւ սպասելիքների մասին, լսենք թե մեր համաքաղաքացիները ինչ ակնկալիքներ եւ սպասելիքներ ունեն նոր գլխավոր դատախազից։ Գլխավոր դատախազից սպասելիքներ ներողություն չունենք։ Ինչու՞։ Զուգը գլխից է հոտած։ Ոչ մի սպասելիք, որովհետև ինքը զինվորական դատախազ ա եղել, այնտեղ այնքան բացասական երևույթներ ա եղել, այնքան սպանություններ ա եղել, որ չի բացահայտվել։ Դրա համար ես չեմ հավատում, որ ինքը գլխավոր դատախազի դերում ճիշտ կլինի։ Ով է նշանակել դատախազ, իրանք չեն, սերվիսի նշանակել։ Իրանք չեն, իրանք դատախազն ինչ լի։ Այսքան ժամանակ ոչ մեկից սպասելիք չեմ ունեցել, հույսս իմ վրա եմ դրել։ Ռացիոնալ առողջ դատող երիտասարդը լավ կլինի, բայց որ ասես կարդինալի փոփոխություններ լինեն իրավական համակարգում, դա դժվար հավատալու է։ Մենակ ես կուզեմ, որ մի քիչ խիղճ ունենան, լավ դատեն, ոչ թե անմեղներին դատեն, մեղավորներին թողեն։ Հիմա չկա ոչ կարգ, ոչ կանոն, ոչ ժողովրդին նայել, ոչ էլ ժողովուրդը իրանց հավատում։ Ես հավատ չունեմ արդեն։ Գիտեք, այսպիսի հարցումներ ես եւս արել եմ իմ ձայնագրիչով փողոցներում հանրապետության հրապարակի տարածքում էր անգամ իջնում էի գլխավոր դատախազության մայթով եւ փնտրում էի մարդկանց, ովքեր ի վերջո կպատասխանեն, որ այո, արդարադատությանը Հայաստանի Հանրապետությունում երաստիճան դատական համակարգում իրենք հավատում են։ Ես չգտա եւ որևէ մեկին ցավում եմ, բայց երևի թե 30-ից ավել էին իմ հարցվածները ու ես հենց այդպես դրեցի ռադիո եթերում գրեթե աննշան սրբագրումներով, բայց ես չունեցա բազմակարծություն այս առումով։ Շատ տխուր պատկեր էր ինձ համար եւ գրեթե ամեն օր լինելով դատարաններում ես ինքս համոզվում եմ, որ եթե այսպես պատկերավոր ես ասեմ, հա, ողնաշարն է արդարադատության համակարգային ջարդված է։ Հա եւ փոխարենը մենք կատարենք ոչ կոսմետիկ աշխատանքներ, այլ հիմնովին վիրահատություն կամ չգիտեմ, այդ մարդուն փրկելու, այդ օրգանիզմը փրկելու համար այդուհանդերձ այնտեղ կատարվում են շատ սիմվոլիկ եւ շատ կոսմետիկ աշխատանքներ։ Ես ավելացնեմ, գիտեք, այն վիճակը, որ մենք ունենք եւ ունեցել ենք անկախության տարիներից ի վեր, բարձր որ մեր բնակչության եւ մեր քաղաքացիների մոտ պետք է լինի նմանատիպ նիհիլիստական մոտեցումներ եւ նաեւ սա ոչ միայն գլխավոր դատախազության, այլ ցանկացած պետական մարմնի մասին է խոսքը գնում։ Եկեք դուրս գանք հարցնենք ազգային ժողովի մասին, դուրս գանք հարցնենք, չգիտեմ, դատարանների մասին։ Հավատը պետական մարմինների նկատմամբ շատ ցածր է, բայց այդ նիհիլիստական մոտեցումները հիմա ինչ անենք։ Այսինքն առաջարկը որն է, գնանք կախվենք, ինչ անենք, զորից մեզ գցենք։ Այսինքն որտեղ է եկը շարունակում է իր քայլերն անել, հա, եւ այդ ճանապարհին պետքա բոլորը ներգրաված լինեն եւ ձևավորեն այդ հասարակական ակնկալիքները։
Եթե այն նման ձևով չունենանք ակնկալիքներ, մենք չենք կարող որևէ բան պահանջել եւ որևէ բան ստանալ։ Սա իմ մոտեցումն է։ Մի հետաքրքիր լավատեսական բան մեր հաջորդ թեմային որպես անցում ասեմ։ Չգիտեմ սա արձանագրվեց թե չէ, բայց հայտարարելով միասնական քննչական մարմին ստեղծելու մասին, փաստորեն իշխանությունները կատարեցին այն դրույթը, որ կար Հայ ազգային կոնգրեսի 2012 թվականի ծրագրում, այս մասին Գագիկ Ջանգիրյանն էլ ասել, որ ՀԱԿ-ի պաշտոնական կայքում իրոք տեղադրված է, որ դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ ծրագրում ներառված է քննչական ապարատի մարմնի միասնականացում եւ ներքին մասնագիտացման ապահովում։ Պատահական զուգադիպում է, թե մեր իշխանությունը հանկարծ սկսել է ականջալուր լինել ընդդիմության առաջարկների։ Ճիշտն ասած, միասնական քննչական մարմին ձևավորելը դա ընդունված է արտերկրում, հա, մի քանի երկրներ կան անգլոսաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրներում, եթե չեմ սխալվում, շատ ընդունելի տարբերակ է։ Եթե լավ աշխատի, հա, եթե կամքը լինի քաղաքական, անշուշտ կաշխատի։ Եթե հիմա էլ, հա, վերցնենք առանձին այդ քննչական մարմինները ոստիկանությունը, ՊԵԿ-ը, հատուկ քննչականը, եթե չեմ սխալվում, հատուկ քննչականն ու ԱԱԾ-ն դուրս են մնում այս տիրույթից, հա, մենք այնուամենայնիվ ունենք 5 քննչական մարմին, սակայն եւ 3-ն են կարծես թե միավորվում։ Այս ինձ համար կասկածների տեղիք է տալիս, ինչու են արտոնյալ վիճակում մնում այն երկու մարմինները եւ ինչու 5-ն էլ չեն տեղավորվում նույն քննչական մարմնում։ Միտում կա գերատեսչական հատկապես քննչական ծառայություններ, իսկ հատուկ քննչականին արդյոք դա վերաբերում է։ Հատուկ քննչական ծառայությունը այլ կարգավիճակ ունի, այստեղ միայն ԱԱԾ-ի քննչականն է, որպես մյուսների նման քննչական ծառայություն դուրս է մնում, սակայն եթե չեմ սխալվում, պարոն Հարությունյանը, Դավիթ Հարությունյանն էր հարցազրույցել, ասել որ չեմ բացառում, որ հետագայում նաև այդ հարցը քննարկվի։ Ես ընդհանրապես ասել եմ նաև հարցազրույցներում, որ շատ դրական է վերաբերում քննչական մարմինների ծառայությունների միացմանը, մի քանի փաստարկներ կան սրա հետ կապված։ Նախ միասնական պրակտիկա ունենալու համար։ Երկրորդը միասնական քննչական ապարատը կարող է ունենալ նաև միասնական պրոֆեսիոնալ մոտեցումներ, ոչ թե առանձին գերատեսչական շահեր փորձի առաջ մղել յուրաքանչյուր քրեական գործով, այլ ընդհանրապես չշեղվի իր առաքելությունից եւ ուղղակի իր գործը կատարի։ Տեսեք, մենք ունենք ՊԵԿ-ի քննչական ծառայություն։ Բարձր չէ, որ ՊԵԿ-ի քննչական ծառայությունը պետքա ՊԵԿ-ի շահերը առաջ մղի։ Գերատեսչական շահեր։ Այս դեպքում կսահմանափակվեն ըստ ձեզ գերատեսչական շահերը։ Ես կարծում եմ չեն լինի այն շահերը, որ նախկինում կային, որովհետև արդեն քննիչը ինքը անկախ իր ապարատում գործող մարդ է, որևէ մարմնին կցված չէ, հա, որ այդ մարմնին հաշվետու լինի կամ այդ մարմնի շահը պարտավոր լինի առաջ մղելու։ Եվ մյուսը, որ ես անընդհատ նշում եմ, քննչական ծառայություններում աշխատավարձերը տարբերվում են եւ ոստիկանության քննիչներն օրինակ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան մյուս քննչական ծառայությունների քննիչները, այն դեպքում, որ իրենք ավելի ծանրաբեռնված են։ Ես հույս ունեմ, որ կենտրոնացման պարագայում չի լինի նման տարբերակված մոտեցում եւ քննիչը քննիչ է, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվում, բարձր մասնագիտական եւ այս առումով պետքա որ նորմալ վարձատրվեն, այսինքն նաեւ այս հարցը պետքա վերանայվի։ Դե փաստորեն ստեղծվում է հետաքննությունների դաշնային բյուրոյի պես։ Այո, Միացյալ Նահանգներն ունի, Ռուսաստանի Դաշնությունը ունի։ Բայց տեսեք, հա, եթե ձևավորվի մարմինը ու մենք խոսենք 1 տարի անց, հա, այսպես հավաքվենք ու խոսենք եւ հարցնենք նույն քաղաքացիներին, հա, նույն քաղաքացիներին, արդյոք իրենք ռադիկալ այդպես կտարբերվի իրենց կարծիքները եւ կասեն այո, այ չեմ կարծում որ մի տարվա մեջ հնարավոր է այդ 22 տարվա նիհիլիզմը այդ ժամանակ։ Ես ասեմ, որ արդեն իսկ նախորոք են մտավախություններ հնչում, օրինակ նախկին դատավոր Պարքև Օհանյանը նշել էր, որ սա առավել քան ուժային կառույց է ստեղծվում։ Ուժայիններից ավելի ուժային։ Գիտեք, ինչքան էլ որ ուժային է, գլխավոր դատախազության դերը այս առումով չի փոխվել, եւ դատախազությունը համալրությամբ եւ օրենքներով հսկող մարմին է մնում եւ հսկելու է ոնց որ հսկել է այն ժամանակ։ Հիմա ասենք, այստեղ էլ տարբերություն չկա, այսինքն զուտ այն է, որ այդ մարմինները միավորվում են մի տանիքի տակ, այդքան բան։ Հսկողության առումով որևէ օրենսդրական առավելություն, վերահսկողությունից դուրս մղվելու հետ կապված բան չկա այստեղ։ Եվ որպես վերջաբան դատախազության եւ այս նորաստեղծ մարմնի փոխհարաբերությունները մրցակցություն, ինչ որ շահերի բախում կամ կանխատեսում եք, թե ոչ, եւ դրանց արդարադատությունը կշահի, թե կտուժի։ Չեմ կարծում, ես այլ բան եմ, ավելի շատ հանրային վստահության հետ կապված եմ ուզում, որ փոփոխություններ լինեն, որ այնուամենայնիվ քննչական մարմինը միասնական գա ասելու, որ ես այ շտկում եմ այդ բոլոր սխալները, որ եղել են այն 22 տարիներին, երբ մենք չկայինք, հա, եւ հարցում անցկացրեցի
Գլխավոր դատախազությանը դիմեցի, թե անհրաժեշտ պաշտպանության հիմքով, քանի քրեական հետապնդում է դադարեցվել 42 հոդվածի հիմքով, եւ ասել էի բերեք ընդամենը օրինակներ 25 օր պահելուց հետո ես ստացա պատասխան, որ նման վիճակագրություն գլխավոր դատախազությունում չի վարվում։ Այնուամենայնիվ չընկճվեցի, հիմա էլ փորձում եմ դատական դեպարտամենտին, այո, նման վիճակագրություն հարցնել, թե փարատելու համար հանրության այդ կասկածները, հա, քանի անգամ է այդուհանդերձ կիրառվել անհրաժեշտ պաշտպանության հոդվածը։ Ես ունեցել եմ քրեական գործ, երբ որ անհրաժեշտ պաշտպանությունով քրեական գործը կարճվել է։ Այսինքն Տիգրան Խաչատրյանը, Սուրեն Խաչատրյանի որդին միակը չէ։ Դա արդեն բնականաբար եղել են միջև այդ դեպքեր շատ են եղել։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Անմեղության հայկական ծրագիր կազմակերպության ղեկավար Զարուհի Մեժլումյանը եւ Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուկյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։